Հիմա գանք երրորդ տեսանյութին, որը եւս էլի երաշտների դաշտից է, այն կնոջ մասին, որի մասին դուք հիշատակեցիք։ Ով է այդ կինը, ինչ խնդիր ուներ եւ ինչպես դες հետ առնչվեց։ Ինձ 97 թվին հրավիրեցին Ալավերդի։ Դες ամբողջ միջև Հայաստանից դուրս գալը տարբեր երկրի հրավերել է, ես սկզբից եղել եմ բացի կինո Ռասիա, կինո Մոսկվա մարզարարի սեանսեր տալուց, նաև ես եղել եմ մեր շրջաններում։ Եվ այդ ընթացքում, երբ որ ես Ալավերդի դրամատիկական թատրոնում խմբակային սեանսեր էի տալիս, մի կին, որը ինքը ապրում է Երևանում, եկել էր աղջկան տեսակցության, աղջիկ ամուսնացել էր Ալավերդում, եկել էր մի շաբաթով տեսնել, իրան տվել էին նաև ուղեգիր, որ ինքը մեկ շաբաթ հետո Լեղապարկում քար ավազ կար, որ պետք է գնար վիրահատվեր։ Տեսնելով իմ գովազդը, տեսնելով, որ ես սեանսեր եմ տալիս, ինքը եկել մասնակցել էր։ Եվ 4-րդ սեանսից հետո գալիս այդ ավազը թափվում է, որը ինքը անձամբ ինքն է գալիս, հետո ինձ այդտեղ ղեկավարությունը ասեց, որ ովքեր նկարել էին։ Ասին մի հատ կին մոտիկացավ, ասեց, որ սենց բանա, իր հասցեով բանով ներկայացել էր ինքը, ու ցույց տվեց, որ իր մոտ այդ ավազը եկել թափվել էր։ Ասի շատ ուրախ եմ դրա համար, որ այդպես բան է եղել։ Ու մենակ դա չէ, դա այդ ինչ որ հիմա մենք տեսնում ենք, սա իմ աշխատանքի ամենահասարակ աշխատանքներն են։ Ես ունեմ ավելի բարդ, որ մտքերով մենակետի կարանտինան կինոֆանտաստիկ ֆիլմերում այդպիսի չուդաներ։ Այդ ֆանտաստիկայի մեր հաջորդ հաղորդման ժամանակ ավելի բարձր տակի մենք հրաշքներ կտեսնենք։ Ամեն ինչ հերթականությամբ։ Հիմա այդ կնոջ մասին պատմող տեսանյութը դիտենք ու վերադառնանք, փորձենք հասկանալ ինչպես է պարոն Սարգսյանին այս ամենը հաջողվում։ Մի քանի հետաքրքիր բաներ նախ հաղորդմանը պատրաստվելիս ես եմ ականատես եղել, դիտել, այդ մասին էլ կխոսենք։ Դիտենք ու վերադառնանք։ Ալավերդի իմ հայրենիքն է, ես ապրում եմ Երևանում, Կիևյան 32-13 թվական։ 25 տարի տառապում եմ Լեղապարկի քարով։ Հուլիսի 1-ից ինձ տվել են ուղեգիր, որ ես գնամ հիվանդանոց վիրահատվեմ, ես հրաժարվել եմ, Լեղապարկը ինքը քար է եղել եւ աշխատելու չի եղել։ Պատահական հյուր եմ եկել եւ պատահել եմ պարոն Սարգսյանի սեանսներին 4-րդ սեանսից հետո գիշերը գիշեր ժամը 4:30-ից ուժեղ նոպալից վեր եմ կացել եւ մի այսօրվա վիճակով մի բուր քար եմ թափել Լեղապարկից, որը ինձ մոտ է խոշորացուցով է կարող եմ ցույց տալ, ցույց տամ թե չէ, խոշորացուցով ցույց կտամ, բայց շատը չեմ կարողացել հավաքել Լեղապարկից իհարկե չգիտեք թե չէ քարը ոնց է դուրս գալի, այնպես որ հնարավոր չէր։ Սա շատ քիչ է, ես շատը արդեն ապրել եմ, որտեղ հնարավոր չէ հավաքել։ Շատ շնորհակալություն եմ հայտնում եւ ուզում եմ բոլորին իմանալ, որ այս մարդը հրաշք եկել է, հրաշքեն թող ապրի երկար, շատ շնորհին շնորհակալ։ Պարոն Սարգսյան, կինը պատմում է, հա, ամեն ինչ հաստատված է, ամեն ինչ հիմնավորված է եւ ըստ էության շատ դժվար է ձեզ այդ առումով վիճել, չնայած մարդիկ կան, ովքեր ձեզ փորձում են անուն կպցնել, թե դուք էքստրասենս եք, չգիտեմ, ոնց է ձեզ հաջողվում, լավ։ Գաղտնիքը չեմ ասում բացեք, բայց մի քիչ բացատրեք։ Մենք որ դիտեցինք Հայաստանի առողջապահության նախարարությունից, որ ես ունեի եւ ինձ ստուգեցին եւ ինձ տվեցին արտոնագիր, լիցենզիա, որ ես 91 թվականի սեպտեմբերի 1-ից սկզբից կինո Մոսկվա, կինո Ռոսիա, մարզահամալիր, հետո երթարկպալաց սեանսեր եմ տվել։ Ու ասում եմ որոշ ժամանակ կարդացի, որ միջազգային մրցույթ կա, որը անցկացվելու է Ռուսաստանում, որը տալիս են միջազգային լիցենզիա, սերտիֆիկատ, դիպլոմ։ Եվ ես գնացի մասնակցեցի։ Այնտեղ մասնակցում էին 174 հոգի։ Հայաստանից մենակ հայը ես էի։ Մի հատ էլ հայ կար, Վոլգագրադից էր ինքը։ Երկու հատ էլ թուրք կար, Ստամբուլից։ Այնտեղ խոսակցությունը գնում էր այսպես. ռուսերեն եւ անգլերեն։ Եթե ռուսերեն չգիտես, պետք է անգլերեն խոսես, եթե անգլերեն չէ, ռուսերեն։ Այդ երկու լեզվով էր, հիմնական խոսակցությունը այնտեղ էր։ Եվ ովքեր որ տվել էին 174 հոգի, ուրեմն սենց էր։ Իրանք տալիս են առաջադրանքներ,
3 փուլով է։ Առաջի փուլը, որ պետք է դու անցնես, ուրեմն տալիս են իրանք 9 հատ առաջադրանք, որից 9-ից 8-ը պարտադիր դու պետք է կատարես, որ մտնես երկրորդ փուլ։ Եթե դու մի հատ էլ պակաս արեցիր 7 եղավ, արդեն թե հանձնաժողովն է որոշում, հաշվի առնելով քո հնարավորությունները։ Մտնելու ես երկրորդ փուլ, թե ոչ։ Բայց շատ հազվադեպ դեպքերում որ իրանք կտրում են։ Ես դե տվեցի, ինձ տվեցին այդ 9-ից 9 ես 100%-անոց արեցի։ Մտա երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում հանձնաժողովը լրիվ այլ մարդիկ են, անդադ փոխվում էր դա։ Երկրորդ փուլում արդեն 70 հոգի մարդիկ էին, մնացածը դուրս մնացին։ Ընդ այս անգամ տալիս են 13 առաջադրանքներ, իհարկե դա ամեն 2 օր մեկ մի հատ առաջադրանք են տալիս, որ դու գետի պետք է կատարես։ Եվ դա էլ ես արեցի 100%-անոց տվեցի, մտա երրորդ փուլ։ Երրորդ փուլում արդեն 20 հոգի էինք, իսկ ստե արդեն հանձնաժողովը լրիվ փոխվեց, 7 հոգուց էր հանձնաժողովը, եւ ստե ավելի արդեն ուրիշ մի, ոնց ասեմ, եթե դու այդ ուժը հնարավորություն ունենայիր, դու 0% չէիր կարող մի հատ քայլ անեիր։ Եվ ես բոլորը կատարեցի ֆանտաստիկ գերազանց, ուրեմն սա իմ լիցենզիան է, իմ սերտիֆիկատն է, եւ սա իմ դիպլոմը։ Հիմա ուրեմն սա ունեմ նաեւ անգլերեն լեզվով։ Եվ սա էլ ասեմ։ Սրանք ինչի մասին են, որ ռուսերեն եւ անգլերեն, որ դու ցանկացած երկիր կարաս գնաս սրանով, քեզ արդեն ընդ առողջապահության նախարարությունը բան չի կարող, որովհետեւ սա միջազգային բանով է, որ դու կարող ես արդեն ընդ աշխատես։ Եվ սա էլ հիմա ուզում եմ տամ, որ դու կարդաք, սա ռուսերենն է։ Ես այնպեսի գերազանց եմ տվել, որ այստեղ կարդացիք։ Միջազգային որակավորում ունեցած отлично։ Նայեք, որ գերազանց եմ կատարել։ Եվ այդքան 20 հոգու մեջ միայն ես եմ ստացել այդ 174 հոգուց, մենակ ես եմ ստացել լիցենզիա, սերտիֆիկատ եւ դիպլոմ։ Խոսքով չէ, ես փաստերով եմ փոխանցել գալիս։ Մարդ մի բան որ ասում է պետք է հիմնավորի։ Պարոն Սարգսյան, լավ, այս ամեն ինչը իսկապես հրաշալի է, բայց դուք ի վերջո մարդիկ հիմա մեզ նայում են, ինչ եք անում, լավ, ո՞նց եք բուժում։ Հենց հիմա այս պահին, գիտեք մարդ որ հիմա մի տեղը ցավում է, ինձ մի ասեք որտեղ է, Աֆրիկայում է գտնվում, Հայաստանում է թե Մոսկվայում, ինձ տարածքը կապ չունի։ Գիտեմ։ Ասեմ ինչու։ Աշխարհի ամենամեծ արագությունը դա լուսի արագությունն է, վայրկյանում 300,000 կիլոմետր։ Դա ես չեմ ասում, դա գիտական ապացված է։ Դրանից ավելի արագ մտքի արագությունն է։ Լուսի արագությունից ավելի արագ, դա մտքի արագությունն է։ Օրինակ, ես եղել եմ, ասենք, Վաշինգտոնում, Ամերիկայի մայրաքաղաքն է։ Լուսի արագությունը այդքան չի հասնի, ինչքան ես մտքով հասա։ Այսինքն այդ արագությամբ ես էներգիան ուղարկում եմ։ Ինչպես տեսակ, ինձ որ ֆիզիոթերապիայում բոլորի տաքությունը բարձրացրեցի։ Այդ էներգիայի այդ ուժն է, մտքի ուժն է։ Այսպես նստում եմ, կենտրոնում ու սկսում եմ աշխատել։ Աշխատում եք, բայց չէ որ կոնկրետ խնդիր ունի մարդը, հա, ասենք քաղցկ եղալ, եղապարկում քարա եւ այլն, էներգիայով կարելի է բուժել։ Նայեք։ Ինձ քանի տարեկան կտակ։ 60-անց։ Այդքան մեծ եմ երևում։ Վայ, այդքան երիտասարդ եք կներեք։ 50, լավ։ Լավ, մի քանի ամսից լրանում եմ 75 տարի։ Հրաշալի տեսք ունեք։ Ուշադիր լսեք։ 54 տարի ծխել եմ օրը 2-ից 3 տուփ ծխախոտ եւ թեյի մեծ բաժակով, օրը 8 հատ սուրճ, 8 բաժակ թեյի բաժակով, օրը 2-ից 3 տուփ ծխախոտ, հատկապես ես ինքս շախմատի սիրողական խաղացող եմ, լուբիցել եմ, մեծ շախմատ եմ շատ սիրում, երբ որ շախմատ էի խաղում, այդ օրը 3 տուփից պակաս չէր ծխվում, ու բաժակները կոֆեի թեյի բաժակներով խմում էի։
ու իմ հաղորդման ժամանակ ասացի, իմ հաղորդման բաղթ, որ ես 54 տարյա ծխել եմ, արդեն թողել եմ հիմա, դրեցի, ասի 54 տարի չեմ ծխելու, 54 տարուց հետո, ես ունեմ կամքի ուժ, արդեն գիտեք ինչքան վաղտ անցի, որ չեմ ծխում, մի տարի, եղելապայր ու բոլորը գիտեն, զարմացել եմ, որ չեմ ծխում, դրեցի, ասել չեմ ծխելու, վերջ, 54 տարի չեմ ծխելու, 54 տարուց հետո նոր կսկսեմ ծխել, ունեմ գերազանց հիշողություն, և ես ասել եմ, այսքան ծխելուց հետո, թո ինձ տանեն հետազոտման, կասեն այս մարդը երբեք բերանը ծխախոտ չի դրե, չմոռանանք, որ ծխախոտի մեջ պարունակում է գիտականորեն 40 տեսակի թութունի մեջ, որը բացական է անդրադառնում օրգանիզմի բոլոր օրգաններին։ Լավ, ձեր բացառիկությունը ո՞րն է։ Ոչ հազմ եմ, ոչ հևում եմ, ոչ այստեղ ստացամ, վայ ստեղծամ, վայ ճնշում ունեմ, վայ գլուխը ցաված, վայ ոչ շաքար ունեմ, ոչ ճնշում ունեմ, ոչ մի բան։ Ո՞նց, պարոն Սարգսյան, ո՞նց։ Որովհետև ամեն մարդ, նայեք իմ հաղորդումները, ամեն մարդ ինքն է իր բժիշկը։ Մարդ պարտադիր առավոտյան, որ արթնանում է, բերանի խոռոչից մինչև հաստաղեկը պետք է իր վրա աշխատի, սա էլ ավելացնեմ։ 30 տարեկանից հետո մարդկանց թոքերի վերջույթներում կա նեղված թթվածին, շատերը դրա մասին պատկերացում էլ չունեն, իսկ ովքեր որ գիտեն, չգիտեն ինչպես կարելի է դա հեռացնել, իսկ ես դա անում եմ, մաքրում եմ, ոչ հևոց ունեմ, ոչ վայ հոգնա, վայ սնցելա, վայ ես շախմատի մեծ եմ, ես խաղացել եմ ուժեղ շախմատիստների հետ 8 ժամ, ասում եմ դու ռոբոտ ես չես հոգնում, երբ որ ես Ավստրալիայում էի Սիդնեի քաղաքում, դե բաներն էլ կբերեմ կնայենք, որոնց ես չուդաներ եմ ցույց տվել, որոնցի պարսիկ բժիշկները, որ ապշել են, ու խոսքով չի բերեմ այդ բոլոր փաստաթղթերով, դոկումենտացիաներով ցույց կտամ, տեսագրությունները եւ իրանք են խոսում, որ ես ինչքան մարդկանց ընդ կյանք եմ բերգել, տեսագրությունները կան։ Մի խոսքով, այս բոլորը բուժման մասին ընդհանրապես ինչքան գիտեք ինչ, սա ինչքան խոսեք շատ կա էլի, մի բանի մասին չի, որ ասեցի սենց եղավ, այնց եղավ։ Դուք մարդկանց էներգիան եք այսպես վերցնում եւ սկսում աշխատել։ Մարդու էներգիան ես չեմ վերցնում, հակառակը։ Մարդ օրգանիզմը մի մասը կա բացական, մի մասը դրական դիսկեր։ Բացական էներգետիկ դաշտը ես մաքրում եմ, որտեղ հիվանդությունների եւ իմ հաղորդումների ժամանակ մի հատ արտահայտություն եմ արել։ Ու հատկապես որ 7 բժիշկ է, որից 4-ը գիտություն դոկտոր պրոֆեսորներ են։ Հայտարարեցի հիվանդությունների 70-80%-ը էներգետիկ դաշտի պակասությունն է եւ օրգանիզմում թթվածության պակասությունն է, որտեղ մարդը կառուցված է ինչից, գիտեք? Ինչից։ Բջիջներից եւ հույսվածքներից։ Եթե թթվածությունը, եթե պակասում է էներգետիկ դաշտը, բջիջները սկսում են մահանալ, հույսվածքները սկսում են պատրվել եւ առաջանում է 1000 մի տեսակ հիվանդություն։ Իսկ դա պետք է ավի, այդ բոլորը չնչառական վարություն, հատուկ վարություններ կան, որ մարդը կարա երկարակեց լինի, առողջ։ Ամբողջ կյանքս ես կարդացել եմ, հետաքրքրվել եմ։ Ես ունեմ ընկերներ, բժշկականություն դոկտոր պրոֆեսորներ են, չեմ մեծարում, շատ անգամ ես եմ իրանց օգնել, շատ անգամ որ ես եմ իրանց խորհուրդներ տվել, ու խոսքով չի, ուղղակի բաներ կա, չեմ ուզում փակագծերը բացեմ։ Կարևորը ստե ներողություն վերջնական արդյունքն է, որ դու արդյունք ես։